Սելին մնացական, թե ինչպես Ժանը ջրահարսներ տեսավ, հեքիաթ իմ թե ինչպես եղավ հեքիաթների գրքից, կար ու չկար, կար օվկիանոսը, մեծ ու անսահման, երբ Ժանը նստում էր ափին, նրան թվում էր, թե ջրերն ուրախ են իր այցելության համար, նա շատ էր սիրում նայել նրանց ողորկ, կապույտ տարածությանը, իսկ երբ օվկիանոսը զայրացած փրփուրեր շպրտում ափին, հեռանում էր, Ժանը սիրում էր թափառել ափին թառած ժայռերի վրայով, նրան թվում էր, թե իրար թիկնած ժայռերն անցյալի ոգիներ էին, բայց նա ուրիշ բանի համար էր գալիս լողափ, ուզում էր տեսնել ջրահարսներին, նա հավատում էր, որ ջրահարսներ կային, թեև ուրիշները չէին հավատում, Ժան, դու մեզ հետ ձկնորսության չես գա, ձկնորսներն էին, չէ, նրանց հետ չի գնա, ձկնորսությունը նրա սիրած զբաղմունքը չէ, նա արձաններ է քանդակում ժայռերի վրա, ոչ ոք չէր սովորեցրել, բայց նա քանդակում էր, մարդիկ գոհ էին, դա անում էր ազատ ժամերին, որովհետև հաշվապահ էր նավամատույցում, հաշվում ու գրանցում էր եկող ու գնացող նավերը բեռների հետ, Ժանը սիրում էր իր աշխատանքը, դա նրան օգնում էր գումար վաստակել, մնացածը զբաղմունքները սիրողական էին, նա երազում էր տեսնել ջրահարսներին, գիտեր, որ նրանք կային, երազներն իրականության պատառիկներ են, որոնք նախօրոք տեղեկություններ են փոխանցում, Ժանն ընդունել էր այդ ուղերձը ու սպասում էր հանդիպման, բայց ուրիշ հանդիպում եղավ, ափին մոտեցան մի զույգ դելֆիններ, նրանք ձայներ էին արձակում, կարծես թե խոսում էին, բայց Ժանը ոչինչ չէր հասկանում, նրան ջրահարսներն էին կանչում, նա գիտեր, ինչ-որ տեղ հեռու ջրերում նրանք սպասում էին իրեն, իսկ թե ինչ էին ասում դելֆինները, չէր հասկանում, արդեն մի ամիս է, որ դելֆինները նույն ժամին մոտենում էին ափին, այնտեղ, ուր Ժանն էր, նա կապվել էր նրանց հետ, ինչպես ջրահարսների ու օվկիանոսի հետ, մի օր նա լողաց նրանց հետ, հրճվում էր, ջուրը ցայտում էր նրա դեմքին, իսկ ընթացքը նա երբեք այդպես չէր սահել ջրերի վրայով ու չմտածեց, որ կարող էր ընկնել ջրի մեջ, թեև ամեն ինչ լավ էր, բայց մտածում էր, ինչպես մոտենալ ափին, նրանք արդեն շատ էին հեռացել, ափը վաղուց չէր երևում, դելֆիններ, սանձեք քամիներին, հանկարծ զգաց, որ ջրում է, սառը ջուրը նրան իր գիրկն առավ, փորձեց լողալ, բայց ձեռքերն ու ոտքերը սառնությունից կաշկանդվել էին, զգաց, որ սուզվում է, միթե իր վերջն այսպես պետք է լինի, հետո ամեն ինչ դադարեց գոյություն ունենալ, բայց նա կար, ոչինչ էլ չէր եղել, միայն թե չգիտեր, որ իր ցանկությունն էլ կար, երազները կատարվում են, երբ շատ են երազում, իսկ Ժանը շատ էր երազում, դե այսքանը, շարունակությունը իմ գրքում